Ես հիմա շտապում եմ Դաշնակցության գրասենյակ, դարձել է ավանդույթ, որ տաքսիի վարորդը մի քանի հարց ուղի։ Ինչի մասն է խոսքը, ես ոնց կարամ գնամ մի մարդու ընտրեմ, մի մարդու համար ինձ ծեփեմ պատերին, որ չէ չի որ իրանց համար լավ լինի ու մենք էլի տանջվենք, ես դրա համար ինչի Բայց որ չգնաք ընտրեք ձեզ համար լավ կլինի, օրինակ որ չգնաք ընտրության։ Որ գնամ էլ ընտրության չգնամ էլ իմ համար նույն բանն է։ Շատ հեշտ է գտնել Դաշնակցության գրասենյակը, քանի որ այն ամփոփող միշտ նույն վայրում է։ Անհուսության զգացողությունն էր, որ ես լրիվ համաձայն եմ, որ սնուցվում է արհեստականորեն նաև, որ մեկը ոչինչ չի փոխվելու, բոլորը նույնն է։ Այսօր Հայաստանում ադրբեջանական զորք կա, Հայաստանի տարածքից մոտ Երևանից մեծ տարածք մոտ Երևանի չափ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ով կարող է այս իրավիճակում բանակցել մեր անունից։ Ով կարող է անվտանգային խնդիրներ լուծել։ Քաղաքացիների երիտասարդը պետքա տենա ինքը ականատես է եղել դրան, դրանք փաստեր են, դրանք մենք կեղծ թեզերով չենք խապում ամեն օր իրան։ Հիմա ուր ենք մենք գնում։ Մենք գնում ենք երկրորդ հարկ շենքի, որ Այս շենքը այսպես հոգի ունի։ հա Շենքը գնվել է Հարություն եւ Մարի Սարաջանների նվիրատվությամբ։ մենք այսպիսի ավանդույթ ունենք, որ մեր նվիրատուների շնորհիվ բանակավայրեր են կառուցում, գույք են գնում եւ իրենց անունները Այո, դա նորմալ է, երբ բարեգործի անունը, նկարը որևէ տեղ փակցվում է, ես Դուք այստեղ կտեսնեք հին ընկերներին։ հին ընկերներից եմ տեսնում այստեղ։ Բարև ձեզ։ Ես էլ էի պատահաբար անցնում։ Ես այսպես գիտեք ինչ եմ անում, պատահաբար անցնում եմ ու մտնում եմ կուսակցությունից ձեր պես։ Բայց դուք երևի միայն այստեղ եք պատահաբար գալիս։ Պատահաբար դուրս եմ գալիս, չեմ։ Իսկ դուք պատահաբար դուրս չեկաք կուսակցությունից, դուք դուրս եկաք շատ գաղափարական, սկզբունքային հարցով։ Ես արդեն մոռացել եմ եւ չեմ։ Իսկ ես չեմ մոռանալու այդ մասին, որովհետեւ գիտեք Դաշնակցությունը այդպիսին է։ Ասենք ընկերներից մեկը փող չուներ իրենց նույն տեսակետը, որ պետք է գնա, բայց հետո բոլորը Ինչպես այդպես չի, այդպես է։ Ոչ, ընկերները կարող են կարծիք ունենալ, ինչքան ուզում են եւ այդ հիմա ես շատ մի հարց ունեմ։ Տեսնում եք ինչպես վարվեց Դաշնակցությունը։ Երբ պարզվեց, որ դաշնակցական իսկական տեսակետը ձերն էր, բոլորը պետք է դուրս գային Դաշնակցությունից, դուք վերադառնայիք։ Բայց այդպես չեղավ, դուք չվերադարձաք։ Հիմա ես որոշ բաներ կուզենամ ասեմ, բայց ճիշտ չի լինի որ ասեմ։ Որտեւ ես վերջերս ամենահայտնի դաշնակցականներից մեկը, որին հարցեցին, բա Աղոն Վարդյանին ինչ հեռացեցիք, ասաց Աղոնը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Շատ լավ։ Դե բայց ձեր ներկայությունը այստեղ ինձ հուշում է, որ հին ընկերները չեն դավաճանում։ Դե դա միանշանակ այստեղ Հաջողություն ձեզ եւ շնորհակալություն։ Այստեղ սովորաբար մեր ֆրակցիան է լինում։ Ֆրակցիայի եւ դաշնակցական մասը եւ ոչ դաշնակցական։ Սա հայտնի ընկեր Արծինկի սենյակ։ Ճիշտ ասած ես չգիտեի, որ դուք բոլորով այստեղ եք, շատ ուրախ եմ։ Ճիշտ ասած առաջին հարկում ես տխրեցի, որովհետեւ վերջին անգամ Դաշնակցություն ոտք եմ դրել եւ հենց այդ սենյակում հարցազրույց եմ ունեցել Վահան Հովհաննիսյանի հետ։ Եվ գիտեք, կարող եք հիշեցնել, մենք իհարկե եւ վիճում ենք պարոն Հովհաննիսյանն եւ կատակում ենք, բայց գիտեք, ես մի տեսակ շատ սուր զգացի այդ մարդու բացակայության հենց այդ պահին, նրա բացակայությունը զգացի այսօրվա մեջ։ Մենակ չեք այդ հարցում։ Այո։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունն է զգուներ բացիով։ Մտածեցի, որ գուցե իրպես մարդը այս ամենը տեսնելով միևնույն է չդիմանար, շատ դժվար է, ինչպես ենք մենք դիմանում։ Ինչպես ենք մենք դիմանում։ Դե տեսնում եք, որ փորձում ենք պայքարել եւ ինչ-որ արդյունքներ ապահովել։ Իհարկե, ընկեր Վահանի ներկայությունը շատ բան կփոխի, շատ։ Այո, դա ուղղակի այստեղ անմիջապես զգացվում է։ Ես գիտեք հիմա չգիտեմ ումից սկսեմ, բայց մի բան եմ ուզում ասել։ Այսօր այնպիսի ժամանակահատված է, պարոն Մանուկյան, նաև ձեզ եմ ասում, որ կուսակցությունների գրասենյակում պետք է ակտիվ բանակցային ինչ-որ շրջան լինի, գան, անդամագրվեն, միանան, միավորվեն։ Ես դա արդեն գիտեք, որ երրորդ կուսակցությունն եմ այցելում, ես դա չեմ տեսնում։ Եվ ամենաշատ միտքը, որ լսել եմ, հաճախ հանդիպող, մենք բանակցելու բան չունենք, մինչև օրս չեմ տեսել միավորվելու եւ ակտիվ գործունեության նշաններ։
Եվ ենթադրում եմ, որ 88 օր առաջ ընտրություններից սա լավ լուր չէ։ Ինչ եք կարծում։ Չէ, Լավ լուր է։ իրականում սխալ տպավորություն անկեղծ պետք է ասեմ, Հնարավոր է, ես չեմ բացում։ մեր կուսակցության դեպքում մեր ժողովներում է որոշումներ կայացում, որից հետո այդ process-ը գնում է։ Հիմա ուղիղ եթերներով ճիշտ չի ընդհանրապես քաղաքականությունը լրիվ եթերներով հատուցելու։ Ես բան չունեմ ասելու, իհարկե, եթե դուք հիմա ուտեիք, ես ես չէի նկարի։ Հաստատ Քաղաքացիների գալ գնալուն, ես դες կառաջարկեմ հենց հիմա նստենք մեքենա, օրինակ Զեյթուն Ուլնեցի փողոց, Քանաքեր Զեյթուն կոմիտեության գրասենյակ, Շենգավի, ամենտեղ ակտիվ է։ ամեն ավելի շատ Աբովյան, ավելի շատ մեր տարածքային կառույցներում է որ Ես գիտեք չեմ եկել այսպես կասկածի տակ առնելու, եկել եմ ձեր բոլոր ասածներին հավատալու եւ հաստատելու դրանք, բայց ես էլ եմ մեքենայով եկել, տաքսիով, եւ տաքսու վարորդը գիտեք որ խումբներ հանրության այն մեծ խումբը, այն 60 եւ ավելի տոկոս մարդկանցից մեկն էր, որոնք չեն գնալու ընտրության, այս պահին իրենց կայացրած որոշումը դա է։ Եվ նա հարց չուներ ձեզ, որովհետև չի գնալու ընտրության, բայց ես ասացի նրան խնդրեցի նայել մեր հաղորդումը եւ ես ասացի, որ դուք կփորձեք նրան համոզել, որ ընտրության պետք է գնալ։ իր հետ գրախանակ։ Ես հիմա երբ դուր այս ավարտեմ, Փոխանցեք համը։ ավարտեմ, ես Ստարեցնում եմ մինչև քանակը հասնենք, վաղը կասեմ, որ մի քաղաքացիոս մասնակցելու է։ մի քաղաքացին հարց չի լուծելու, մեզ պետք է որ ձեր խոսքը ուղղված լինի, ձեր խոսքը պետք է ուղղված լինի բոլոր այդպիսի քաղաքացիներին։ Դրա համար խնդրեմ։ Եթե քաղաքացին չի գնում ընտրության, հետագայում չպետք է բողոքի երկրում ստեղծված վիճակից։ Իսկ ես համոզված եմ, որ այդ քաղաքացին, ում հետ դուք որպես տաքսի ծառայություն օգտվել եք, համոզված եմ, որ ինքը մտահոգ է երկրի ապագայով, ստեղծված վիճակով, հետևաբար իմ հորդորն է, խնդրանքն է գնալ ընտրության։ Անկախ նրանից թե ում ընտրում, անպայման իր ընտրական իրավունքը իրացնի, իսկ որպես ընդդիմադիր ես կխնդրեմ իրեն, որպեսզի ինքը մերժելով այսօրվա իշխանության Հայաստանի, գնա եւ ընդդիմության միջից թեկուզ ձայն տա նրան, ում սրտի ուզածն է ինքը։ Մենք որպես Հայաստան չի կարող այդպիսի բան լինել, հասկանում եք, այսօր ընդդիմությունը ներկայանում է ամենատարբեր դեմքերով, ճաշակով։ Մենք որպես Հայաստան դաշինք ներկայանում ենք անվտանգ Հայաստան կերտելու ձգտումով, խոստումով, վճռականությամբ, մեր անցած ճանապարհը, մեր ուղին փաստում է դա։ Եվ մեր դաշինքը ներողություն եմ խնդրում, ավարտեմ այս հատվածը։ Եվ մեր դաշինքը որպես հայ հեղափոխական դաշնակցության եւ երկրորդ նախագահի քաղաքական թիմի ամբողջություն ցույց է տվել իր անցած ընթացքով, որ արժանապատիվ, ուժեղ, վստահ Հայաստան կարողացել են կերտել առնվազն միջազգային մակարդակում ոչ մի երկիր, ոչ առավել ևս թշնամի երկրները երբեք նման անարժանապատիվ ձևով չեն վարվել Հայաստանի հետ։ Հիմա ես ինչու եմ ես մի քիչ էլ բանով խոսում էլի, այսինքն հասկանում եք, այն քաղաքացին, որը որ ասում է ես չեմ գնալու ընտրության, ինքը փաստացի օգնում է այսօրվա անարժանապատիվ Հայաստանի շարունակմանը։ Ես խնդրում եմ իրենց, խնդրում եմ, հորդորում եմ։ Կարծում եմ ջղայնանալ չեք կարող, պետք է խնդրեք։ Բայց ես դրա համար չջղայնացի, ես խնդրեցի։ Հա պետք է խնդրեք, որովհետև եւ պետք է համոզիչ խնդրեք։ Հիմա ես ուզում եմ Բայց ես խնդրելով հանդերձ այնուամենայնիվ չեմ իշնի այն մակարդակին, որ գնամ ասեմ բերեք ձեր տոպրակները բարձրացնեմ վերև։ Դա չեք անի, այո։ Իհարկե չեմ անի։ Ես գիտեի, ես վերջերս մի հոդված էի գրել, որ այդ դաշտում դուք չեք կարող մրցել, որովհետև դուք պատրաստ չեք անել այդպիսի բաներ։ Ինչպիսի բաներ։ Նվաստացնող բաներ։ Շնորհակալ եմ այդ ձևակերպման համար։ Տեսեք, բացի դա, հիմա հենց հիմա քրեական օրենսգրքի 221 հոդվածի վիճարկման մասով դիմում ենք ներկայացել Սահմանադրական դատարան։ Այնտեղ գիտեք ինչ է գրված։ Այնտեղ գրված է, որ փետրվարի 7-ից հետո ցանկացած նման վարքագիծը անձանց կողմից, ովքեր որ գնում են ընտրողների մոտ եւ անվճար ծառայություն են Այսինքն դոպրակները խանութից տուն տանելը դա անվճար ծառայություն է։ Ըստ օրենքի, այո։ Ըստ օրենքի, այո։ Եվ հիմա պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ անարժանապատիվ վարքագծի համար քրեական վարույթ նախաձեռնվեր։ Եվ հիմա չի նախաձեռնվի։ Այո։ Դա չի լինի, մենք հասկանում ենք։ Մինչև մենք զրուցում ենք իմիջիալ Դանիել Հովհաննիսյանը հերթական գործը տվեց։ Հա, ինչ գործ է Արտաքին հետախուզական ծառայության մասից հայտարարելով, որ իրանց տեղեկություններում ավտոբուսներ են վարչում, հեսա Դուք եք վարչել։ սահմանից լիք չէ։
Արտասահմանից լիքը մարդ գալու է ընտրությունների վրա ազդի, բայց մի անգամ էլ իր իշխանությանը տախեցում է, լավ մեկը չկա, բայց նետապուժում որ ռիսկ անի, ասի այդ երկիրը որ ազդում է Ռուսաստանը։ Գիտեք ինչ է հետաքրքիր, որ մենք մոտել ենք մի փուլ։ Ես է զատիկում տամ։ Տվեք պարոն Մանուկյանին։ Գիտեք ինչ միկրոֆոն բռնել։ Մենք մտել ենք մի փուլ, երբ հնչում են հայտարարություններ, որոնց ետևում կա քրեական մեղք, որպես խոսք, զրպարտություն է։ Ասենք հոգևորականներին ակնարկով, շատ թափանցիկ ակնարկով մանկապիղծ անվանելու հայտարարությունը կոչելու, որի հետևից ոչ մի հետախուզություն, ոչ մի քրեական եւ հանրային հետաքննություն տեղի չի ունենում։ Մենք մտել ենք մի փուլ, որ երբ ով ինչ ուզում է ասում է։ Հիմա դուք ինչ եք ուզում ասել։ Դեք մի երևի երկու հարց պատասխան առաջ էր, չէ՞, կարծեմ Նիկոլը հերթական անգամ սկսեց խոսալ ծրարով փող եք ստանում, բան երարկի կողքն է նստած առաջ շատ Չլեսի Հրանովանյանի տեղը։ Պարզ հայերեն բառով ասեցի, ասի բեզաչոտնիկ, իշխանությունը իրականում այդ բեզաչոտնիկ վիճակի մեջ է։ Օդի մեջ ինչ ուզի կասի։ Եվ դպրոցական երեխու նման մատը խաչարած ռուսներին կպնում են, բայց դրից չեն անում ռուսների անունը տան։ Հետո որ կանչում են Մոսկվա, ասում են գիտես, էդի ուրիշ բանի նկատի ունենք, ու այդպես մանկամիտ երեխու նման։ Բայց կարծես թե Մոսկվայում էլ են մանկամիտներ նստած, որ հավատում են, որ ուրիշ բան նկատի ունեին, հա։ Գուցե աշխարհն է այսպես այսօր դարձել։ Գիտեմ, Մոսկվայի կարծիքը չեմ լսել, հավատում են, թե չեն հավատում։ Իսկ ինչ եք կարծում, հավատում են։ Չոսրանց ոչ Բրյուսելում են հավատում, ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում։ Նրանք ոչ միտեղ չեն հավատում, անգամ Ադրբեջանում։ Ադրբեջանում չեն հավատում, Ադրբեջանում ուղղակի թելից կախած ման են տալու։ Շատ լավ, ինձ թվում է մեր վարորդը, եթե հանկարծ մեզ լսում է, եւ լսում է, ես շատ մեծ հույս ունեմ, որովհետեւ այստեղ գաղտնիքը որ է, մարդ ինքն իրեն ուզում է լսել, գոնե ինքն իրեն լսելու համար, եթե ինքը միացնի այս հաղորդումը, շատ բան կարող է իր համար հասկանալի դառնալ։ Դուք եկեք ես տաքսու վարորդների շահերը պաշտպանեմ, էլի։ Հայաստանում այդ մի հատ ձևավորված կարծիք կա, որ տաքսու վարորդները բան է, էլի, այսպես չեզոք են, իգոլական են, նրանք շատ քաղաքականացված էին առաջ։ Նայեք, օրերս նստել եմ տաքսի, վարորդներից մեկն է, էլեկտրոմոբիլ քշող։ Ասում Մանուկյան ասում, ու բացատրում է մի հատ մեխանիզմ, գույքահարկը էլեկտրոմոբիլներին շատ բարձր է։ Ու բացատրում է ԵԱՏՄ-ի օրենքով պետքա շատ ավելի ցածր լինի։ Հիմա սրանք այդ ԵԱՏՄ-ի օրենքը չեն բերել Հայաստան։ Ես ենթադրում եմ ընտրությունների դեմը նոր բերելու են, որ մարդկանց ասեն, տեսեք, ձեզ լավություն են կարել։ Ինչքան շատ բաներ են շահի կառավարության նիստում է լավություն կան, ձմեռփափիկի արգղում կան, նորանոր նվերներ։ Այսինքն բայց այդ վարորդները շատ լավ հասկանում են, որ դա ինտրակաշարք է, ամեն մեկը հասկանում է։ Թոշակների բարձրացման հետ կապված երևի 30 տարվա մեջ երբ որ թոշակը բարձրացավ, այսպեսի տպավորություն չէ, բայց թոշակների բարձրացման լուրը եղավ համատարած թոշակառույց մինչև ցանկացած քաղաքացի ասում էր, «Էսի ընտրակաշարք է», չէին ասում։ Ազդելու է դա ձեր կարծիքով կազդի, բայց ինչ տոկոսով, ասենք ունենք 600,000 կենսաթոշակառու, որոնց ինչ որ տոկոսը կունենա հենց 10,000 ավելացում։ Որ տոկոսը Դուք ասեք, ես չգիտեմ։ Որ տոկոսը այդտեղ էլ է սրիկայություն։ Այդտեղ էլ է սրիկայություն անում։ 25%։ Բոլորը ասում են 10,000, բայց չգիտես, այդ 600,000-ից 10,000 ավելանալու է։ 10,000-ին, 100,000-ին թե 200,000-ին։ Այո, բայց կարելի է իմանալ։ Դեռ ավելին, այդ բոլոր պոռոտախոսները այս կողքի խանութը որ մտնեն, ամեն օր մտնեն, կատնամթերքի գնի բարձրացումից, վերջացած հացի ու վերջացած բոլորը։ Ազդեց 10,000-ը թե ոչ, ձեր կարծիքով։ Կազդի։ Ես եմ ուզում ասեք։ Իհարկե կազդի, եւ շատ լավ է, որ թոշակները բարձրացնեն, բայց շատ կարեւոր է, որպեսզի այդ թոշակների բարձրացումը լինի ոչ թե այս նախընտրական փուլում եւ կարճաժամկետ, այլ բանաձև դրվի։ Այն ինչի մասին մենք երկար ժամանակ եւ նաեւ օրենքի նախագիծ ենք բերել, իդեպ, սա էլ եմ ուզում շեշտել։ Մենք բերել ենք օրենքի նախագիծ թե կենսաթոշակների եւ թե նաեւ աշխատավարձերի բարձրացման եւ ինդեքսավորման մասին, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման մարդը նախընտրական շրջանում Էլնիասի բարձրացնում են, այլ օրենքը աշխատի այնպես ինքնաշխատ եղանակով, որ կապ չունենա Նիկոլ Փաշինյանը իշխանության, այլ անձը իշխանության, ինքը օրենքով պարտադիր բարձրանում է եւ ինդեքսավորվում է գնաճին համահունչ։ Իրենք մերժեցին սա, բերել են հիմա սա, հիմա էլ նոր ես լսում եմ, որ հայտարարում է, թե իբր ինդեքսացիայի մասին
որոշում պետք է կայացնեն։ Այսինքն հասկանալի է, չէ՞, ինչ են անում։ Ամենը ծառայեցնում են բացառապես նախընտրական։ Դե օրենքով դա պետք է արգելված լիներ, օրենքով։ Արգելված է, դե նոր քիչ առաջ նշած։ Չէ, նաև իշխանության կողմից այսպիսի սոցիալական նոր ծրագրերի իրականացումը։ Օրենսգրքի հոդվածի մասով 221 վերաբերել է նաև իրենց։ Բայց մենք չենք տեսնում, չէ՞ որ այսօր քրեական վարույթ նախաձեռնվի այդպիսի արարքի համար, այդպիսի գործողության համար։ Բայց ես շատ ավելի հիմնարար բան եմ ուզում ասել այս մասում։ Ցանկացած սոցիալական, տնտեսական, մշակութային նախաձեռնություն ինքը պետք է ամրագրված օրենքով այնպիսի սխեմա ունենա, որ չմանիպուլացնեն։ Այսպիսի բաներ չանեն եւ լինի երկարաժամկետ։ Հիմա օրինակ այս մարդկանց պիտի հարց տան, չէ՞։ Այդ որ դուք այս թոշակները կարող եք 10,000-ով բարձրացնել։ Բան չէ, դեկտեմբերին, երբ որ բյուջեն քննարկվում։ Ինչու՞ չբարձրացեցիք։ Ոչ մենակ չբարձրացեցին։ Նույն Նիկոլ Փաշինյանը ասում էր 10,000-ով ինչ կարող անել։ Ինչ պետք է անի։ Չի էլ իմանա ինչ անի ասում։ Իսկ հասկացա, որ ճնշող մեծամասնությունը այդ խավի ընտրողների բացասական են վերաբերվել իր ասացին, վիրավորվել են եւ որոշել է Սիրաշահի այս բանը, բայց կարճաժամկետ է սա։ Հասկանում եք, այսինքն ընտրություններից հետո։ Իսկ ինչքան կազդի։ Դուք ասացիք, որ կազդի։ Ինչքան կազդի ձեր կարծիքով։ Հատկապես այն մարդկանց վրա, ովքեր որ միամտաբար մտածում են, որ այս իշխանությունը ինչ լավ բան արեց իրենց։ Բայց չեք մտածում, որ այդ մարդիկ այդուամենայնիվ միևնույնն է հենց իր ընտրազանգվածն էին։ Սա ավելացնում է Իսկ ինքը ընտրազանգվածը։ ընդհանրապես խնդիրը չունի նոր ընտրազանգված ներգրավի։ Ինքը իր ամբողջ էությունը կառուցված է հետևյալի վրա։ Ինչպես պահի իր ընտրազանգվածը, որովհետև մարդկանց մոտ հիասթափությունը իրենցից այս իշխանության վարկագծից զզվանքը այնքան մեծ է, իրենք էլ են դա հասկանում։ Եվ իրանց խնդիրը ոչ թե նոր մարդ բերել, որ իրենց ընտրի, այլ իրենց ընտրազանգվածը պահի, բայց արդեն անցել է, ժամանակն էլ է անցել։ Դե տեսնենք, գիտեք, շատ քիչ ժամանակ է մնացել, որ մենք հասկանանք անցել է, չի անցել եւ իհարկե ես չեմ կարող կանանց Մենք միշտ մտածել ենք, որ կանայք են փրկելու աշխարհը, որ երկրում որ կանայք են ղեկավար պաշտոններ, դա ավելի արդար երկիր է, ավելի արդար կառավարում է։ Այսօր մենք ունենք կին պաշտոնյաներ շատ պատասխանատու, հատկապես ուժային կառույցներով, չենք ունեցել, մենք ունենք կին պաշտոնյաներ եւ կարծես թե այդ միֆը, թե կանայք ավելի լավ էին կառավարելու, մի տեսակ երևաց որ միֆ է։ Տեսեք, ըստ էության ոչ թե կանայք ավելի լավ էին կառավարելու, այլ պետք է հնչեր, որ կանայք պետք է անպայման մասնակցեն որոշումների կայացման մակարդակում։ Մասնակցում են։ Հա, չէ, հենց սա է խնդիրը, ոչ թե կանայք ավելի լավ էին կառավարում, եւ այդ կանայք պետք է լինեն որոշումների կայացման մակարդակում, եւ արդեն պետք է այդ կուսակցությունը ինքը մտածի, որ կանայք պետք է այս կանայք, որոնք այսօր բարձր պաշտոններ են վարում, նրանք չեն մասնակցում որոշումների կայացմանը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, ասենք Տիկին Գալյանի խոսքը, այս վերջը որ ասեց, այո, մենք պետք է ստանանք 9-10 միլիոն պարգևավճար, որպեսզի մենք մոտիվացիա ունենանք લավ աշխատելու։ Այդ մտածողությամբ կնոջ մասնակցությունը որոշումների կայացման ի վնաս ժողովրդի Բայց մասնակցություն կա ձեր կարծիքով։ Կոճակ սեղմելու, ձեռք բարձրացնելու, այո, այնտեղ բռնապետությունը, միապետությունը եւ միանձնյա ղեկավարումը։ Եկեք ԿՊ-ով չբնութագրենք ընդհանրապես որևէ ժողովրդավարական կառավարում կամ ժողովրդավարական մոտեցում, հա, որոշումների կայացման։ Ես սպասում էի դա։ ԿՊ, եթե որևէ կին շատ ներողություն համաձայնել է աշխատել որոշումների կայացման մակարդակում ԿՊ-ի կազմով, ես նրանից շատ բան չունեի սպասելու։ Այս շենքը շատ պատմական շենք է։ Հա, շենքը կառուցվել է 1890 թվականին։ Ճիշտ այն ժամանակ, երբ որ հայ-հեղափոխական դաշնակցությունը հիմնադրվել։ Այո։ Այս շենքը երկու եղբայր ինժեներներ են կառուցել, հետո տվել են նահանգապետին որպես բնակարան վարձակալության, ու ամենակարևոր 1918 թվականին առաջին հանրապետության հիմնադրման ժամանակ այս շենքում է եղել Հայաստանի ռազմական նախարարություն։ 2 տարի շարունակ։ Այո։ Ռուբեն Տերմինասյան, հայտնի ազատագրական պայքարի լեգենդ, դրով
Բոլորը նստել են որպես նախարարներ այս շենքում։ Հետո արդեն բոլշևիկացումից հետո Հայկ Բժշկյանն էլ է այս շենքում նստել։ Շատ լավ, այ հիմա ես պետք է բան, շատ կարևոր մի հատ հարց է ծագում։ Գիտեք հիմա իշխանությունները այսպիսի նաև խոսույթ են առաջ տանում, այսպես նոր բառ ասեմ, որ օրինակ դաշնակցականները, որոնք նստում են Դաշնակցական Հանրապետության ռազմական նախարարության շենքում, ռազմատենչ են, որ գալով իշխանության կարող է որոշեն, որ պատերազմ է պետք։ Ինչպես եք դրան պատասխանում։ Գիտեք, այդ բանա դիկտատորական բանա, մեզնից հետո թեկուզ ջրեղեղ իրենք որ չլեն, իրենցից հետո պատերազմ են, որ կյանք չկա, եւ սեփական ժողովրդին շանտաժի։ Այդ որ բանն են ճիշտ ասել, որ այդ մեկը ճիշտ ասեն։ Դուք խաղաղության կողմնակից եք, բոլորին հարցնում եմ ես սա։ Կա աշխարհը որևէ մարդու խաղաղության կողմնակից չի։ Դուք այդ մարդը չեք։ Կա մարդու խաղաղության կողմնակից։ Շատ լավ։ Պետք է լսեն ընտրողները, որ բոլորը խաղաղության կողմնակից են եւ առավելից մարդիկ, ովքեր Գիտեք, մի հատ ուրիշ բան խաղաղության։ Հայեր ունեն խաղաղություն բառը։ Անգլիացիները անգլերենում peace է, որ հատուկ խաղաղություն է։ Ռուսները ունեն միր բառը։ Թուրքերենում խաղաղություն բառ, որ բովանդակի խաղաղություն չկա։ Կա բարեշ, որը հաշտությունն է առևտրի նման։ Սուլ, բարիշ, սուլ, բարեշ, սուլ հենո։ դա բարիշ էլ բառն է, Որ էլի։ արաբերեն առևտրային դատական հաշտություն է։ Բայց օրինակ թուրքերի լեզվամտածողության մեջ խաղաղություն բառը արմատով չկա։ Այսքան։ Այսինքն ուզում եմ ես հասկանալ, որ հիմա նրանք այս ամենը տանում է թուրքերի հետ բարիշելուն եւ ոչ թե խաղաղություն։ Չի, երեք այդ բարիշել են, այդ բարիշել չի։ Դուք հայրենադարձ եք, որ երկրից եք եկել։ Լոս Անջելես է, Ամերիկա է։ Ամերիկայից եկել եք Հայաստան, դրա համար չեք զղջում։ Ներողություն եք։ Զղջում եք, որ եկել եք, թե գոհ եք։ Լավ չլսեցիք այդ հարցումը։ Ես անշուշտ մի դունավոր գեբով քիչ մտադելականացուցի ծեր։ Այո, իհարկե, ես էլ եմ թատերական իմաստով տալիս այդ հարցը։ Իմ արձականքը սա իմ երկիրն է։ Սա իմ երկիրն է։ Իր լավով բաթով իմ երկիրն է։ Եվ ասկի առաջալ հաջող ես կգնաց եմ ուրիշ տեղերալ, որ ինչպես ինձի հարցուցած որ ինչպես կփնտրես հայրենասիրությունը, իմ պատասխանս հետևյալը եղած է։ Հայրենասիրության ամենահիմնական բաղադրիչը բարձրանալությունն է հայրենիքի նկատմամբ։ Մնացած եթե չկա այդ բաղադրիչը, մնացածը կդառնա տամադայի օղի սեղաններով վրա եւ այլն։ Ոս իմ ինքնությունն է ես այս հողին կպատկանեմ։ Երևի ձեր ներկայությունը այստեղ Սփյուռքի ներկայությունն է ապահովում։ Սփյուռքում դաշնակցությունը պահպանում է այս պահին իր երբեմնի այդ ուժը։ Նայեցեք քաղաքապարական ուժը կամ քաղաքապարական այն բաշարը որ ունի դաշնակցությունը նույնն է ամենտեղ Բայց աշխարհն է փոխվել, գիտեք, ոչինչ էլ նույնը չէ աշխարհում այսօր։ Չէ, քաղաքապարական սկզբունքներ կան, որոնց ճշմարտացիությունը այսօր այս աշխարհի, այս համաշխարհային այո, այս շատ լավ։ Բայց ուղղակի այդ ճշմարտությանը հավատացողներին շատ շնորհակալ եմ ձեզ։ Գիտեք, գաղափարախոսությունը պահպանվել է, բայց այդ ճշմարտությանը հետևողների, հավատացողների քանակն է նվազել եւ այսպիսին է այսօր աշխարհը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչքան ակտիվ է ձեր գրասենյակը, ես շատ վաղուց չեմ եղել Դաշնակցության շենքում, այստեղ բոլոր սենյակներում լիքը մարդիկ։ Դե գիտեք, մենակ ես չեմ կորցրել, ամբողջ հայ ժողովուրդը այնքան շատ բան է կորցրել։ Ուզում եմ ձեր խոհանոցը ցույց տալ։ 135-ամյա։ Լավ էլ։ Ահա, ամեն ինչից երևում է մեծ սրճեփներից եւ շատ բաժակներից, ինչու եմ ես ցույց տալիս։ Ուրեմն այստեղ շատ մարդ է լինում, հասկանում եք։ Այ երբ մտնում ես խոհանոց եւ տեսնում ես որ կուսակցության խոհանոցում դրված է 2 բաժակ, դու հասկանում ես որ այնտեղ սովորաբար լինում է 2 մարդ։ Օրական սպառվող սուրճի քանակից կիլոգրամներով կարող եք ենթադրել։ Եվ բոլորը շատ սուրճ են խոհում։ Այստեղ ընդունարան։ Մենք հիմա գտնվում ենք ընդունարանում Հույդ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, այս պահին վերջին տարիներին Ինգեր Իշխան Սաղաթելյանն եկել գնացինք ինչ է անում։ Ինգեր Իշխան Սաղաթելյանի մոտ։